Հայ արտահանողներից ոմանք սկսել են Թուրքիայից ձկնամթերք ներմուծել Հայաստան և վերաարտահանել Ռուսաստանի Դաշնություն որպես հայկական արտադրության ձուկ։ Այս մասին գրում է Հետքը, հրապարակելով լրատվամիջոցին հասանելի դարձած Թուրքիայից Հայաստան ներմուծված ծիածանափայլ իշխանի, ինչպես նաև Հայաստանից Ռուսաստան արտահանված խմբաքանակների փաստաթղթերը։ Համաձայն Թուրքիայից գնված խմբաքանակի մայիսի 8-ի հաշիվ ապրանքագրի հայկական Global Fish ընկերությունը Փոթի նավահանգստով ներմուծել է 13079 կիլոգրամ իշխան, որի արժեքը կազմել է 84,719 դոլար։ Այդ բեռի մեջ են մտել ծիածանափայլ իշխան տեսակի սառեցրած, փորոտիքը մաքրած գլխով ձկները։ Հետքի հարցմանի պատասխան Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ այս տարի հունվարի 1-ից մինչև հունիսի 11 ընկաժամանակահատվածում Թուրքիայից Հայաստան ձուկ, խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ ապրանքային խմբին դասվող ապրանքների ներմուծումներ չեն իրականացվել, սակայն առկա են այլ երկրներից թուրքական ծագման ձկնեղենի ներմուծման դեպքեր։ Այլ երկրներ նշելով ՊԵԿ-ը նկատի ունի Վրաստանը, որտեղից տրանզիտ ճանապարհով Հայաստան են հասնում թուրքական ապրանքները։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հետքին հայտնել է, որ Global Fish ընկերությանը մայիսի 23-ից արգելվել է արտահանումներ իրականացնել, քանի որ ընկերությունն ուղեկցվող փաստաթղթերով չի կարողացել հիմնավորել արտահանվող ձկան հայկական ծագումը։